Առաջին դասի ժամանակ մենք պարզապես նոթբուք LM-ի կոճակները չենք սովորում։ Սկզբում հասկանում ենք ինչպես է աշխատում գործիքը, ինչ տարբերություն կա համակարգային և ընթացիկ հրահանգների միջև, ինչպես ճիշտ կառուցել մեր պահանջը, որպեսզի ստանանք հենց այն արդյունքը, որն անհրաժեշտ է մեզ։ Եվ նույն դասի ընթացքում արդեն սկսում ենք ստեղծել թեմատիկ պլանավորումներ, օրվա դասի պլաններ, թեստեր և այն ամենը, ինչը անհրաժեշտ է ուսուցչին։ Երկրորդ դասի ժամանակ ուսումնասիրում ենք նոթբուք LM-ի ստուդիո բաժինը, ոչ թե պարզապես սեղմեք այս կոճակը և ստացեք պաստառ, այլ հասկանում ենք, ինչ պետք է տանք AI-ին և ինչպես ուղղորդենք, ինչպես խմբագրենք արդյունքը, որպեսզի վերջնական նյութը համապատասխանի մեր մասնագիտական պահանջներին ու մեր պատկերացրած արդյունքին։ Երրորդ դասի ժամանակ մենք ստեղծում ենք ինտերակտիվ վեբեջեր և ինֆոգրաֆիկաներ, ու այստեղ էլ նույն սկզբունքն է։ Դուք չեք ստանում պատահական գեղեցիկ վեբեջ, դուք սովորում եք կառուցել այն ձեր առարկայի տրամաբանությամբ, ներառելով խաղեր, վարժություններ, պատկերներ, ձայն, տեսանյութեր, գրաֆիկներ ու նույնիսկ օնլայն լաբորատորիաներ։ Չորրորդ դասի ժամանակ սովորում ենք ինչպես կարող ենք բարդ ու վերացական երևույթները դարձնել տեսանելի, շոշափելի 3D մոդելներ, որպեսզի դասը երեխաների համար մաքսիմալ ներգրավող լինի։ Նաև սովորում ենք ստեղծել խաղեր, ինտերակտիվ թեստեր, ֆլեշքարտեր, խաչբառեր և այլ հետաքրքիր գործիքներ։ Հինգերորդ դասը մի փոքր ուրիշ է։ Այստեղ բաժանվում եք փոքր խմբերի։ Դուք աշխատում եք ձեր գործընկերների հետ, քննարկում նույն մասնագիտական խնդիրները, միասին ստեղծում և հետո ներկայացնում ձեր աշխատանքը։ Վեցերորդ դասի ժամանակ ուսումնասիրում ենք AI-ով ձայնային բովանդակության և ուսուցողական երգերի ստեղծումը։ Յոթերորդում սկսում ենք ստեղծել այնպիսի վիզուալ բովանդակություն, որը երեխան իսկապես ուզում է դիտել՝ նկարներ, տեսանյութեր, խոսող ավատարներ, թվային գրքեր և այլն։ Իսկ ութերորդ դասին ամեն ինչ հավաքում ենք մեկ ամբողջական նախագծի մեջ, վերցնում ենք թեմա ու 0-ից կառուցում ենք այն, ընտրելով յուրաքանչյուր հատվածի համար ճիշտ AI գործիքը։ Այսինքն մեր նպատակը ձեզ տալը չէ 10, 20 կամ 30 AI գործիքների անուն։ Մեր նպատակը ձեզ սովորեցնելն է ինչպես մտածել AI-ի հետ, ինչպես ճիշտ ուղղորդել AI-ին և ստանալ ձեր մասնագիտական դատողություններին համապատասխան արդյունք, որովհետև գործիքը ինքնին հրաշք չի անում։ Հրաշքը սկսվում է այն պահից, երբ դուք սովորում եք ճիշտ օգտագործել AI-ը։